Լոռու մարզում ընդդիմադիր Հայաստան դաշինքի քարոզարշավի առաջին կանգառն այսօր սպիտակում էր։ Պարոն Փաշինյանը եկավ, դավաճանեց, չէ՞ ժողովրդին։ Ժողովրդին դավաճանեց։ Դուք չգիտեք երբ է պատերազմ ելնելու։ Մեծ պատերազմը, վերջի պատերազմը։ Ոնց պիտի իմանամ։ Չգիտեիք։ Հա երկրի ղեկավար եք։ Երկրի ղեկավար եմ։ Երկրի ղեկավար եք Հա։ Եղել եք, չէ՞։ Բախի մի հատ բեզպիլոտնիկ չեք առել կամ զենք չեք առել։ Լոռեցի մի տղամարդ մոտեցավ 1998-ից 2008 թվականը Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին ու ըստ էության նրան մեղադրեց 2020 թվականի պատերազմի ժամանակ զենքեր հատկապես ԱԹՍ-ներ չունենալու համար։ Քոչարյանը բացատրեց, ինքը կապ չունի ու ընդհանրապես իր կառավարման տարիներին անօթաչու թռչող սարքեր չկային։ Ոչ թե առել ենք, այլ այնքան ենք առել, բերել եւ ծրի, որ 5 միլիարդ դոլարի զենք միայն թողել է Ալիևին։ Դուք անձամբ դուք կարող եք ոչ մի ակնկալիք չունենալ։ Քաղաքացին ասաց, որ վարչապետ Փաշինյանին է հավատում։ Մեր քաղաքացին ամեկա պետք է նորմալ վերաբերվենք, հարգանքով վերաբերվենք, մոլորված տղա է, հիմա ինչ անենք։ Գոնե մի հատ ավելի լավ ինստրուկտաժ անեն։ Երկրորդ նախագահը, որ վարչապետ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու ու պարտության համար, սպիտակցիներից քվեր խնդրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Իմ տպավորությունը, որ ամեն ինչ գնում է, սենց մի աշխարհակահաղական, սենց երկրաշարժի։ Հայաստանը նորից ղեկավարելու հայտ ներկայացրած Քոչարյանն ու նրա թիմը պնդում են, փորձառու են, իրենց խոսքից հետ չեն կանգնի։ Համոզված ենք նաև, որ պահը ճակատագրական է, եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցեր ունենալու ենք։ Արդեն այդ ազանգը կա։ Մինչ երկրորդ նախագահի ժամանելը նրա թիմակիցները մշակույթի տանը հավաքվածներին հիշեցրեցին նրա իշխանության օրոք 1988-ի երկրաշարժից տուժած Սպիտակում իրականացված շինարարությունը։ Քոչարյանն ինքը դահլիճում ելույթ չունեցավ, հենց փողոցում հանդիպեց լոռեցիներին, որոնցից մեկը ներկայացավ մեծ Պառնիի նախկին գյուղապետ, 25 տարվա ուշացած շնորհակալություններ հայտնում։ Որ ձեզ համոզեցի, մեր գյուղը գազաֆիկացրիք։ Չեմ կարծես շնորհակալություն հայտնեմ։ Նոր եմ ասում 20 տարի հետո, ինչ արի 25 տարի հետո։ Այդ ցավոտ տանեմ։ Շնորհակալ եմ։ Մեր գործերը մի քիչ բան գնա։ Եղավ, սրտած շնորհակալ եմ։ Մենակ խնդրում եմ նրանց արեք գազը չկտրեն մեր, չթանկացնեն։ Ոնց որ սակամ են ինչ անում են, որ անիմաց դառնա այն գործը 20 տարի առաջ բռնած գործը։ Մինչ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմից հետո իր կառավարությունը բարեփոխել ու վերակառուցել է բանակը ու միլիարդների նորագույն զինտեխնիկա գնել, երկրորդ նախագահը քննադատեց իշխանությանը, պնդելով, թե մայիսի 28-ի երեկվա զորահանդեսը քարոզչական նպատակներով օգտագործվեց։ Իրենք եթե հիշեցնեն բեսպիլոտնիկների տեղ կլուբնիկի ռեֆորմ էին սկսել բանակում։ Հիշեցնեմ ինչքան գեներալներ ունենայինք, գնդապետներ ունեինք, մարտական փորձով բոլորին տշեցին բանակից։ Երկրորդ նախագահը նաև նվերներ ստացավ։ Մի տղա երեխա նվիրեց եղբոր աշխատանքը Արարատի բնապատկերով նկարը։ Արգելված պեյզաժը, արգելված է, բայց երեխան անչափահաս է, հույսով ենք, որ ոչ մի հետևանք չի ունենալու, էլի այս ամենը։ Ընդդիմադիր դաշինքի հաջորդ կանգառները Ստեփանավանում ու Վանաձորում էին։